Նոյանտապանի հյուրն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, զրուցելու ենք տեսակապով։ Պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Շնորհակալ բարև ձեզ։ Մոտենում է ընտրությունների օրը, ըստ այդմ մենք տեսնում ենք դրանց արդյունքների վրա ազդելու կոնկրետ գործողություններ եւ հայտարարություններ Մոսկվայից, մասնավորապես նկատի ունեմ ինչպես ամենօրյա ռեժիմով մցվող սահմանափակումները հայկական ապրանքների համար, այնպես էլ հայտարարությունները առ այն, որ հայ ժողովուրդը պետք է զգուշանա ընտրությունների գնալիս եւ նկատի ունենա, որ այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, չպետք է, այսինքն եթե չի ցանկանում, որ Ուկրաինայում տեղի ունեցածը կրկնվի Հայաստանում, իրենք պետք է զգուշ լինեն իրենց ընտրության հարցում։ Կարծում եմ, որպես լրատվամիջոց եւ նաեւ որպես փորձագետ, քաղաքագետ ձեզանից ակնկալում եմ, որպեսզի մենք մեր հարցազրույցի շրջանակներում օգնենք հայ ընտրողին փարատելու այդ վախերը, որոնք կարող են իսկապես ազդեցություն ունենալ ընտրություններից առաջ։ Իդեպ այսօր Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը կսուբսիդավորի տուժած բիզնեսմեններին։ Ձեր դիտարկումները որոնք են ընդհանուր առմամբ այս իմ թվարկած իրադարձությունների հետ կապված։ Նախ, եթե որևէ մեկի համար գաղտնիք էր եւ որևէ մեկի համար անակնկալ էր Ռուսաստանի Դաշնության կողմից նմանատիպ դրսևորումները, ես չգիտեմ, ուրեմն ինքը Հայաստանի Հանրապետության ամենամիամիտ քաղաքացին էր։ Եթե կա Հայաստանի Հանրապետությունում մի քաղաքացի, որ չէր կանխատեսում այս իրավիճակը, ուրեմն ինքը միամիտ էր, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի մեջ վաղուց քիթը խոթել է, իր պրոքսի եւ կցորդ առանձին դեպքերում նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ խնդիր ունեցող դավաճանական կամ լրտեսական խմբի միջոցով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի մեջ ինքը վաղուց արդեն իր քիթը խոթել է։ Եվ այս համատեքստում հիմա ժողովրդավարական գործիքակազմից օգտվելով ընտրական process-ի մեջ են ներքաշվել նրանց լրտեսները կամ նրանց հետ համագործակցող եւ նրանց գերիշխանությունն ու գերակայությունը իրենց վրա բարի ուղիղ եւ փոխաբերական իմաստով ընդունած շրջանակները հիմա ընտրությունների են մասնակցում, ինչ պետք է անել, որպեսզի այդ շրջանակը որևէ կերպ կորզի Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն, ասեմ, տարածել 300,000 ադրբեջանցու մասին կեղծ թեզը, անընդհատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ահաբեկել, խոսել տնտեսական պատերազմից Ռուսաստանի Դաշնության հետ եւ այսպես շարունակ։ Իսկ ինչ պետք է անի դրա արտաքին շահառուն, տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնությունը, բնականաբար պետք է փակի գյուղմթերքի ճանապարհը, արհեստական խնդիրներ ստեղծի հայկական հայ արտադրողի եւ գյուղմթերք արտահանողների համար, այդպիսով ուղղորդելով այդ զանգվածին ընդդեմ գործող իշխանության եւ ի օգուտ Ռուսաստանի Դաշնության լրտեսների։ Հիմա եթե այս իրականությունը, այս puzzle-ը, այս պատկերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համադրելով կային քաղաքացիներ, ովքեր չէին սպասում նմանատիպ դրսևորումների, նորից եմ կրկնում, իրենք ամենամիամիտ քաղաքացիներն են, բայց այստեղ պետք է մի բան գիտակցել, որ որքան Ռուսաստանի Դաշնությունն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ազդեցիկ դիրք, հավաստիացնում եմ ձեզ, մի քանի անգամ ավելի Հայաստանի Հանրապետությունն ունի Ռուսաստանի Դաշնության համար։ Միջազգային տարբեր գործընկերների կողմից սանկցիոն բազմաթիվ ապրանքներ Հայաստանի Հանրապետության միջոցով մտնում են ռուսական շուկա, սա ում համար է գաղտնիք առհասարակ։ Կամ անընդհատ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ մեղադրանքներ տեղալի ԱՏՄ նիստերին առանձին ղեկավար կազմի շուրթերով Հայաստանի Հանրապետությանը սպառնալ,
Ես, եթե չեմ սխալվում, Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց ինքը ամբիոնից հայտարարեց, որ այս գործիչները, լրտեսները կամ չգիտեմ, պրոքսիները, ինչպես կուզեք անվանեք, այս շրջանակը Ռուսաստանի Դաշնության հրահրմամբ գուցե չգիտակցաբար փորում է ԵԱՏՄ-ի գերեզմանը, որովհետև ԵԱՏՄ-ում եկեք չմոռանանք նաև, որ որոշումները կայացվում են բացառապես կոնսենսուսով եւ եթե Հայաստանի Հանրապետությունը որոշի օգտվել վետոյի իր իրավունքից, ուղղակի կատվածահար կլինի ԵԱՏՄ-ն։ Այնպես որ ես մի բան եմ ուզում ասել մեր հայրենակիցներին, որևէ պարագայում չտրվել ես արտաքին միջամտությանը, այո, եթե կուզեք Ռուսաստանի Դաշնության կողմից միակողմանիորեն հայտարարված տնտեսական պատերազմի լինել կայուն, դիմադրողունակ, իբրև հասարակություն եւ որևէ պարագայում թույլ չտալ Մեդվեդևներին, Զախարովաներին, Լավրովներին եւ Պուտիններին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ յան ազգանուն կրող իրենց խամաճիկների միջոցով Հայաստանի Հանրապետությունում իշխանություն վերցնեն, դրա արդյունքը բոլորս մենք պատկերացնում ենք թե ինչա լինելու։ Պարոն Մկրտչյան, դուք 300,000 ադրբեջանցիների այդ թեզը կեղծ եք համարում, մինչդեռ դա ընդդիմությունը չի այդ թեզը հորինել։ Այդ թեզը շրջանառվում է, որովհետև պարբերաբար այդ 300,000 ադրբեջանցիների հնարավոր վերադարձից խոսել է Ադրբեջանի նախագահը։ Հիմա ուզում եմ հասկանալ, երբ ասում եք կեղծ թեզ, ի՞նչն է կեղծ այդտեղ։ Եթե Ալիևը խոսում է դրա մասին, եւ դա մենք չենք կարող շղթել, բազմաթիվ են այդ հայտարարությունները։ Լսեք, Ալիևը խոսում է։ Այ հենց խնդիրը այստեղ է կայանում, որ փոխանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հավաստիացումները մենք հիմք ընդունենք, պատկան մարմինների հայտարարությունները հիմք ընդունենք այն հանգամանքը, որ առհասարակ որևէ փաստաթղթի մեջ պաշտոնապես այդ հարցը քննարկման առարկա չի, եւ ինքներս մեզ հաշիվ տանք, որ եթե Հայաստանի Հանրապետության ներսում կան շրջանակներ, որ խոսում են Արևմտյան Հայաստանից, խոսում են Ղարաբաղից եւ Ղարաբաղ վերադարձից, այնտեղ էլ նույն խոսույթը հայերային կերպով մեր դեմ է կիրառվում։ Այսինքն Ադրբեջանի նախագահը բազմաթիվ ցնդաբանություններ է, իսկ դուք չեք կարծում ներողություն, իսկ դուք չեք մտածում, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ դուք չեք մտածում, որ Ադրբեջանի նախագահը հատուկ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի վրա լրջագույն ազդեցություն ունենալու համար հորինել այս թեզը, լավ դուք լուրջ եք, դուք ներողություն, լուրջ հավատում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ, կան մարդիկ, որ հավատում են, որ ադրբեջանցիները կգան Հայաստանի Հանրապետություն, կընդունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կգնան կծառայեն հայոց բանակում եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները այդ դեպքում ինչի չգնացին Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեին, Ադրբեջանի օրենքներով ապրեին, որովհետև դա անհնար էր, չէ՞։ Հիմա հայերային կերպով իրենց համար է անհնար։ Այդ սուտը, դարի սուտը, որ բերե մցրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուղեղները, դուք լուրջ հավատում եք, որ դա իրականություն կարա դառնա։ Ալիևը շատ բան է ասում, իսկ միգուցե Ալիևն ասում է, որովհետև հասկանում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան լրտեսական գործունեություն ծավալող ինչ-որ շրջանակներ կամ գոնե մոտ լրտեսականին ինչ-որ շրջանակներ, ու այս շրջանակները Հայաստանի Հանրապետության մեջ, Հայաստանի Հանրապետության մատաղարված կարգավիճակն են ուզում տեսնել։ Ինչի սա ներողություն դուրսը հետախուզություն չունեն իրենք, արտաքին հետախուզություն չունեն, ուղեղային կենտրոններ չունեն, որպեսզի այս ամեն ինչը իրենք էլ կողքի աչքով դիտարկեն։ Ու երբ որ իրենք նկատում են, որ Ալիևը երբ որ Բաքվի որևէ պուրակում, որևէ ծառի տակ
մի հիմարությունը բարբաջելու այդ հիմարությունը Հայաստանի Հանրապետությունում լրջագույն քննարկումների առարկայա դառնում դեռ մի բան էլ կալուգացին տասնյակ հազարավոր 100,000-ավոր դոլարներ ծախսում գովազդներ միացնելով լեկտի տեսանյութ հետ գովազդի տեսքով տարածելով սիրելի հայրենակիցներ դուք չեք տեսնում հիմա այս հաղորդումը մեր YouTube-ում է գնալու այդ գովազդները շատ հաճախ YouTube-յան տարբեր ալիքներում բերում է ավտոմատ կերպով դուք չեք նկատում այդ գովազդները ծիծեռնակաբերդը մսկիթի են վերածում 2021 թվականին էլ բայրակթարներով մեր զինվորներին ռմբակոծելու տեսարաններն էին դիտարկում ցուցադրում երաբլուրն են անգամ այլ պատկերով ինչ-որ ադրբեջանցիների պուրակով ներկայացնում նայում ես ասում ես լավ էս ով այս շրջանակը ով է առհասարակ ով այս գովազդի պատվիրատուն Ինձ թվում է ադրբեջանցիները դիվերսիա են իրականացրել սոցիալական հարթակներում, անկեղծ եմ ասում, ինձ երբ որ գալիս է նմանատիպ գովազդ, առաջին միտքը, որ իմ գլխում գալիս է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, շրջանակները դիվերսիա են իրականացրել Հայաստանի Հանրապետության սոցիալական ցանցերի ողջ տիրույթում։ Բայց երբ որ նայում ես վերջում ասում ընտրեք ուժեղ Հայաստանը, կամ ընտրեք, չգիտեմ Ռոբերտ Քոչարյանին, ընտրեք չգիտեմ Ծառուկյանին կամ եւ այլ տարբեր գովազդային բաներ կա, բայց կոնկրետ կալուկացու գովազդը, որը որ մի քանի անգամ հանդիպել է գովազդները, խայտարակություն է սա պետք է ի վերջո լուծում ստանա։ Պարոն Մկրտիչ, սա պետք է լուծում ստանա։ Ես հիմա շատ ավելի կարևոր հարց եմ բարձրաձայնում։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չունեցան բավարար կամք, չդրսևորեցին բավարար հասունություն ընտրությունների ժամանակ։ Եվ այս շրջանակին, որոնք որ դիտարկում են իբրև դավաճաններ, լրտեսներ, մեղադրանքները հնչում ամենաբարձր մակարդակով, որ սրանց գործունեությունը լրտեսական է, Հայաստանի Հանրապետության սիմվոլները եւ արժեքները, սրբության սրբոցները, սրանք պղծում են իրենց նեղ քաղաքական պատուհանից ինչ-որ ձայներ կորզելու համար այս շրջանակը եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հասունություն չդրսևորեցին հայտնվեց խորհրդարանում իբրև ընդդիմություն հարցեր կան հարցեր են լինելու որովհետև այստեղ ներողություն ստացվում է որ այդ շրջանակը լրտեսական ըստ մեղադրանքների որևէ մեկը չի հորինում։ Այո, անմեղության կանխավարկածը։ Այո, իհարկե, որևէ մեկը չի խախտում այդ անմեղության կանխավարկածը, ըստ տարածված լուրերի, ըստ ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունների, քննարկումների, բանավեճերի, որի արդյունքում ակնհայտ է, որ կողմերից մեկը կամ մի քանիսը մեղադրում են մյուսներին լրտեսական եւ դավաճանական գործողություն իրականացնելու մեջ։ Հիմա ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իր պայքարը տանում է, իրավապահ համակարգը տանում է այնքանով, որքանով։ Եվ վերջնարդյունքում այս լրտեսական խումբը փողոցից կամ չգիտեմ որևէ դղյակից գործուղվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Սա բարոյական է, սա ճիշտ է, սա պետական կենտրոն մտածելակերպի եւ գաղափարի մասին է առհասարակ թե մենք ստիպված ենք լինելու եւս մի փուլ անցնել եւ այս երրագլուխ, քառագլուխ, հնգագլուխ կուզեք, քանի գլուխ ասես կա, որովհետեւ 2018 թվականից հետո ցավոք սրտի արդարությունն ու արդարադատությունը չթակեց իրենց դռները։ Ի վերջո մենք պետք է այս հարցը եւս լուծենք։ Շատ լավ։ Որտեղ նոնսենս է, հիմա մենք քննարկում ենք որ կան այսպիսի ուժեր եւ վաղը կարող հունիսի 7-ից հետո մեր մյուս հարցազրույցների ընթացքում մենք կարող ենք քննարկենք սրանց իբրև ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Պարոն Մկրտչյան, բարև ձեզ, այդ ոնց կստացվի ներողություն լրտեսական գործունեություն ծավալողը ներթափանցում ազգային ժողով եւ մենք էլ պետք է քննարկենք ինստիտուցիոնալ իբրև ընդդիմություն դրանց դրա համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին պետք է 0 քվետ է դրանց
Շատ լավ, պարոն Մկրտչյան, ես հարց ունեմ, հետո կանդրադառնանք հունիսի 7-ից հետո հնարավոր զարգացումների սցենարներին, հարցս կապված է ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Այնուամենայնիվ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը առաջիկայում հանրաքվե չի անցկացնի Եվրամիությանը անդամակցելու հարցով։ Փաշինյանը այսպիսի հայտարարություն է արել, արձագանքելով նաև ԵԱՏՄ այդ պետությունների ղեկավարների հայտարարությանը, որը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվել։ Ինձ հետաքրքիր է, դուք ինչ եք կարծում, ինչու Մոսկվայում չեն հավատում Փաշինյանին, որովհետև Փաշինյանը առաջին անգամ չէ, որ այսպիսի հայտարարություն է անում, բազմիցս մենք լսել ենք, ավելի նրան ներսում քննադատել են այդպիսի դիրքավորման ու քաղաքականության համար։ Ինչու չեն հավատում։ Եթե Ռուսաստանի Դաշնությունում կան պաշտոնյաներ, որոնց թվում է, որ պետք է իրենք որոշեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբ, որտեղ, ինչ հարցով ռեֆերենդում իրականացնի, իրենք շարաչար սխալվում են։ Հայաստանի Հանրապետությունը իրեն բավականին կոմֆորտ է զգում այս պահին ԵԱՏՄ-ում, Հայաստանի Հանրապետությունը մի քանի անգամ ավելի կոմֆորտ է իրեն զգում Եվրամիության հետ հարաբերություններում, այդ հարաբերությունները գնալով խորանում են, Հայաստանի Հանրապետությունը բռնել է ստանդարտիզացիայի մոտեցման ճանապարհը եւ ուղին, բարեփոխումների լայն այսպես ճակատ ունի եւ ամենայն հավանականությամբ 2 տարի հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ վիզային ռեժիմով մուտք կգործեն Եվրամիության տարածք։ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության պատրաստ չլինելու հանգամանքը խաղարկել եւ տնտեսական
տնտեսական պատերազմով սպառնալ, կողմնորոշվելու ուլտիմատումով սպառնալ, բայց նորից եմ կրկնում, վերադառնալով առաջին հարցին ի պատասխան, նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունը ունի հնարավորություն, իրավունք, գործիքակազմ, ԵԱՏՄ աշխատանքները պարալիզացնելու ուղղակի։ Սա գործընկերային չէ եւ եթե ուզում են Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները վերանայել, վերաիմաստավորել, իսկ իրականում դրա կարիքը կա եւ բազմիցս մենք ենք նշել, ապա այդ ուղղությամբ պետքա քայլեր անել։ Իսկ վերջին ցավոք սրտի անգամ 100-ամյակների շրջանը ցույց է տվել, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս խոստացել եւ քցել է, բազմիցս խոստացել է եւ քցել է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի վրա աշխարհաքաղաքական կենտրոնների հետ պայմանավորվել է եւ մատաղ է արել։ Վերջ։ Շատ լավ։ Պարոն Մկրտչյան, օրերս Զախարովան հայտնեց, որ Հայաստանը ոչ պաշտոնապես, բայց մերժել է ռուս որոշ դիտորդների հավատարմագրումը եւ սա իրենք հաշվի կառնեն Հայաստանի հետ հարաբերություններում հետագա զարգացումներից։ Հիմա հունիսի 7-ից հետո հնարավոր իրադարձությունների սցենարներին անդրադառնալով մենք նաև հիշում ենք Զատուլինի հայտարարությունը, որ ասում էր, եթե Փաշինյանի իշխանությունը վերընտրվի, մենք այդ արդյունքները պետք է չճանաչենք։ Ավելի մեծ է հավանականությունը, որ ռուսամետ ուժերը կհայտնվեն խորհրդարանում եւ մենք ձեզ հետ ստիպված կլինենք նրանց որպես ընդդիմություն քննարկել, թե ամեն դեպքում սпасել հետընտրական ցնցումների, եթե սпасել, ապա դրա հնարավորությունը ինչպես է գնահատում, ինչ կարող եք ասել հնարավոր զարգացումների սցենարների առումով։ Նախ դուք շատ հմուտ կերպով այդ երկու հայտարարությունները կապեցիք իրար հետ, Զատուլինի հայտարարությունը եւ Ռուսաստանի Դաշնության կողմից այդ սպառնալիքների կիրառումը։ Նախ ակնհայտ է, որ այդ դիտորդները, որ պետքա գային, ինչ պետքա անին, պետքա Զատուլինի ասածը հաստատեին։ Եթե երկրի պետդումայի պատգամավորը կանգնում եւ հայտարարում է իշխող կուսակցության, եթե չեմ սխալվում, որ Փաշինյանի ընտրվելու պարագայում կամ որևէ մեկի ընտրվելու պարագայում կապ չունի, ժողովրդավարական ազատ արդար թափանցիկ ընտրությունների պարագայում որևէ մեկի ընտրվելու պարագայում ինքը Փաշինյանին էր նշել, չի պատրաստվում ընդունել ընտրությունների արդյունքները, սա ինչ է նշանակում։ Առավել եւս, որ դրանից առաջ Պուտինը Փաշինյանի ներկայությամբ ինչ որ ռուսական ուժերին չնեղելու միջնորդությամբ էր հանդես եկել։ Ակնհայտ է ժողովուրդ, ես գիտեք, այս ընտրությունները նաեւ իրենց բնույթով կարող են տարբերվել նրանով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրականում շատ խեղճ կարգավիճակում է հայտնվել, ինչու, որովհետև կա իշխանություն, որը բերել է խաղաղություն, որը կատարում է աշխատանք, այդ աշխատանքը ակնառու է, կա վստահություն, կա հիասթափություն այդ իշխանությունից, բնականաբար եւ դա բնական process է։ Կա մի հասարակության լայն շերտ եւ զանգված, որ առհասարակ քաղաքական process-ներից է հիասթափված եւ հավատ չկա։ Ամենամեծ ցավն է նա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրություն չի առաջարկում։ Եվ այն ինչ որ հիմա տեղի ունենում քաղաքական դաշտում եւ եթե մենք ստիպված լինենք ի վերջո, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես էլ լինելու է, որովհետեւ գիտեք, միայն հայտարարություններով, միայն լոկալ իրավական գործընթացներով չես կարող այդ հսկայական ցանցի դեմ պայքարել, այստեղ պետք է ավելի ինստիտուցիոնալ մոտեցում դրսևորել, օրենսդրական դաշտ նախապատրաստել, նմանատիպ ուժերի քաղաքական process-ների մեջ ներգրավվածությունը բացառել, պորտեպորտ ընդհանուր բացառել, նախկինին տալ քաղաքական եւ իրավական գնահատական քաղաքական դաշտը մաքրել, առողջացնել, որովհետեւ գիտեք, մարդիկ զզվել են։ Մարդիկ իրականում զզվել են այս ոչինչ տվող անպտուղ մեղադրանքներից, պետության վրա բոչկա գլորելուց,
Հենց դա է, եթե զզվել է հանրությունը, եթե մեծամասամբ զզվել է, սա արդյոք կլինի մոտիվացիա դուրս գալու փողոց, տրվելու այդ հայտարարություններին, որոնք կարող են հնչել անկարգություններ կամ ցնցումներ անցկացնելու առումով, եւ այստեղ ես ուզում եմ նաեւ ի հավելումն բերել նաեւ կաթողիկոսի հայտարարությունը, պարոն Մկրտչյան, կաթողիկոսը քաղաքական ուժերին կոչ է արել զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն եւ հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։ Դուք այնուամենայնիվ կխնդրեմ հնարավոր ցնցումների ռիսկը գնահատեք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ ասում եմ զզվել է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին զզվել է ընդդիմությունից առավելապես։ Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին նաև 2018 թվականին ոչ բռնի թավշա հեղափոխություն իրականացրած քաղաքացին է, ով պատրաստ է հնարավոր առիթի պարագայում եւս մեկ այլևս հեղափոխություն բարի ուղիղ իմաստով իրականացնել։ Հեղափոխություն, որն այլևս շատ հարցերի տեղ ուղղակի չի թողի։ Ես հավաստիացնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զզված են իշխանությունների անատամ գործողություններից, որ պետք է հանգեցներ երկրում արդարություն եւ արդարադատություն հաստատելու մասով, բայց մնացած հարցերում իշխանության հետ համախոհ են։ Եվ պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ այս քյալլա գյոզները իրենց մի քիչ ավելի հասու լեզվով ասեմ, այս քյալլա գյոզները որոշեն Հայաստանի Հանրապետության ներսում ցնցումների տանել հասարակության։ Դուք պատկերացնում եք, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրենց նկատմամբ արդարություն, արդարադատություն, ինչ կուզեք անունը դրեք իրականացնելու հեղափոխությունը վերահաստատելու կոչ լինի։ Բա որ եղավ այդ կոչը։ Ես տարբեր առիթներով ասել եմ, հիմա էլ պետք է ասեմ։ Այս շրջանակը քոչարյանասերժական շրջանակը օլիգարխիկ տարբեր կլաններ, ովքեր հենց այս կառավարման տարիներին եւ նրանց հովանավորչությամբ են հարստացել, դիզվել, հիմա էլ տարբեր շրջանակների մեջ տեղավորվել։ Այս շրջանակը պետքա փոխանակ Նիկոլ Փաշինյանի անձնապես ոտքերը քաղաքական առումով կամ ուղիղ Լևանա եւ ջուրը խմի իրենց նկատմամբ 2018-ին ոչ բռնի թավշա տրամաբանության process-ները տանելու եւ վենդետաները բացառելու համար ասեմ ավելին դատական համակարգը չգլխատելու դատական համակարգում վիրահատական միջամտություններ չիրականացնելու իդեպ այդ խոստացվել է որ հիմա պետք է իրականացվի տեսնենք փոխանակ դա այդ գործողությունն իրականացնեն իրենք այսօր էլ լեզու են առել, ոմանց դեպքում լեզուներն ընկել է իրենց ոտքերի տակ ու Հայաստանի Հանրապետության դեմ մեղադրանքներ ու ցուցմունքներ են տալիս։ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ընդհուպ հասել են նրան, այնքան է իրանց ամեն ինչ կուրացրել, իշխանության գալու մոլուցքը իրանց կուրացրել, որ անգամ սրբության սրբոցներ են մտել։ Որ անգամ հայ առաքելական եկեղեցու տարբեր ներկայացուցիչների քաղաքական կեղտոտ խաղերի մեջ են ներքաշել։ Նրանք էլ խայծը կուլ են տվել, նրանք էլ իրենց տված ուխտն են դержել, Աստծուն դավաճանել, տարբեր պատվիրաններ խախտել, քրեական գործերում այդ ամեն ինչը կա, որ գիտեք Սա պետքա գնահատական ստանա եւ ես ինչու եմ հիմա էլ ասեմ, ինչու եմ աջակցում քաղաքացիական պայմանագրին եւ կոչ եմ անում ընտրություններին գնալ եւ քվեարկել համար 16-ին, քվեարկեն համար 16-ին են մարդիկ, ովքեր այդ փոփոխությունները տեսնում են, ովքեր խաղաղությունը գնահատում են, ովքեր իշխանության հետ հույս են կապում, իսկ այդ մարդիկ ովքեր հիասթափվել են ամբողջությամբ քաղաքացիական պայմանագրից եւ որևէ պարագայում ուղղակի ուզում են բոյկոտել, տանը նստել եւ ընտրության չգնալ, ես նրանց էլ եմ խնդրում գնալ ընտրությունների եւ այլընտրանքային
ուժի ձայնը տալ, խորհրդարանում ընդդիմափոխություն իրականացնել։ Իսկ այդ ուժը քաղաքական դաշտում կա, պետքա հիմնական չափանիշը դարձնել, որ որևէ պարագայում այդ ուժը տարբեր ժամանակների բելարուսամետ օլիգարխի շրջանակից պատգամավոր չտանի խորհրդարան եւ ամենակարևորը ներկայացուցչական ուժ լինի, ովքեր ունեն կենսագրություն, անցած ճանապարհ, չունեն իրենց հնարավորություններից վեր սահմանած ամբիցիաներ եւ պլանկաներ եւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում են Եվրամիության կազմում, Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում են Միացյալ Նահանգների հետ գործակցության սահմաններում, օգոստոսի 8-ի պայմանագրի հետ խնդիր չունեն։ Շատ լավ։ Սա պետք է լինի չափանիշ։ Եկեք ամփոփենք մեր հարցազրույցը, պարոն Մկրտչյան, ինչպես տեսնում ենք, մեր սպասվող ընտրությունների արդյունքը կարևոր է նաև ԱՄՆ-ի համար եւ հանուն արդարության չարձանագրել, որ ԱՄՆ-ն էլ է միջամտում հայաստանյան ընտրություններին վկան Թրամփի ուղիղ աջակցությունը Փաշինյանին։ Եվ այսպիսի աջակցությունը, այսպիսի հայտարարությունը որքանով է վտանգավոր կամ բխում մեր շահերից, մեր երկրի շահերից։ Թե սա ընդամենը եթե բխում է ինչ-որ մեկի շահերից, ապա միայն Փաշինյանի։ Փառք Աստծո, որ Վլադիմիր Պուտինը չի սատարում Նիկոլ Փաշինյանին, թե չէ ես կարող եմ մտափոխվեի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչանեի չընտրել Փաշինյանին։ Իրականում, տեսեք, ինչ խնդիր կա։ Միացյալ Նահանգներն էլ աշխարհի առաջատար պետություն է, վստահաբար կարելի է ասել, եւ Միացյալ Նահանգները ունի ծառայություններ, արտաքին հետախուզության ծառայություն, տարբեր այլ ծառայություններ, որոնք զեկուցում են Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի մասին։ Եվ այստեղ պետքա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարբեր են թացը չորից։ Եվ իրենք ընտրությունների արդյունքով գնահատեն ով է Հայաստանի Հանրապետության համար առավելապես դաշնակից եւ ով է Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր շրջանակ։ Աջակցությունը, որի մասին իշխանությունն էլ բացահայտ է խոսում, որ ծրագրերին եկեք նայենք նաեւ քաղաքական ուժերի։ Իշխանությունն ինչ ասում, ասում օգոստոսի 8-ին թրիփ նախագծի տակ դրվել է ստորագրություն, որը բերել է տարածաշրջանում խաղաղություն։ Գետնի վրա դա արձանագրվել է ժողովուրդ ջան։ Օգոստոսի 8-ից հետո այդ խաղաղությունը հաստատվել է։ Եվ այս համատեքստում բնականաբար Միացյալ Նահանգների հետ, Միացյալ Նահանգների գործող նախագահ Թրամփի հետ Փաշինյան-Թրամփ պայմանավորվածությունների շրջանակը պետքա գետնի վրա արտացոլվի եւ գործողությունների վերածվի։ Դրան համիտված նաեւ պետքարտուղարի վերջին կարճատև այցը եւ ստորագրման արարողությունն ու հեռանալը։ Շատ պարզ է, իսկ ինչի ենք մենք սովոր մութ սենյակում սև կատու փնտրել։ Այո, Փաշինյանին աջակցում է Դոնալդ Թրամփը եւ Միացյալ Նահանգները։ Հայտարարությամբ, ինչու, որովհետեւ կա փորձ Փաշինյանի հետ աշխատանքի։ Իսկ այդ աշխատանքային փորձը մեզ տվել է օգոստոսի 8-ի համաձայնագիր։ Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների երբևէ այս մակարդակը չունեցող խորացում, համագործակցություն, տարբեր ոլորտներում իդեպ, ներդրումներ, ահռելի ներդրումներ։ Հայաստանի ի վերջո օգոստոսի 8-ով եւ Միացյալ Նահանգների գործուն ջանքերի արդյունքում, ես միտքն էլ ասեմ եւ ավարտեմ, գործուն ջանքերի արդյունքում Հայաստանի ի վերջո պատերազմային փակուղուց, ինչպես ասում է վարչապետ Փաշինյանը, վերածվել է խաղաղության խաչմերուկի։ Եվ սա փաստ է։ Եվ պետք է այս ուղղությամբ աշխատանք տանել։ Սա բնավ չի նշանակում, որ այդ համաձայնագիրը, այդ հարաբերությունները, այդ խաղաղությունը աշխատանքի տեղ չունեն եւ ամեն ինչ ավարտված է։ Ոչ, դա պետք է խնամել, դրա հետ ամեն օր պետք է աշխատել եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ տարրին ոգում համապատասխան լինի։ Իսկ թե ով ինչ կասի Ռուսաստանի Դաշնությունից,
բնականաբար Միացյալ Նահանգներում էլ տեսնում են, չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը թիթը խոթել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական process-ների վրա ու փորձում ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալ։ Այսպիսով խամաճիկային ուժերի բերել այստեղ իշխանության Ուկրաինայում ինչպես որ փորձում էր իրականացնել։ Ուկրաինայի այդ համեմատականները շատ են, չէ՞ տանում։ Զելենսկին էլի վերջո հայտարարություն տարածեց եւ Հայաստանի Հանրապետության աջակցություն հայտնեց նաեւ այլ ուժերի խնդրեց, որպեսզի աջակցեն։ Որովհետեւ այո, Հայաստանի եւ Ուկրաինայի ճակատագիրը նման է։ Գիշատիչ արջը կամ գիշատիչ բորենի դուրս է եկել որսի, դա Ռուսաստանի Դաշնությունն ու նրա նախագահ Պուտինն է։ Դուրս է եկել որսի եւ փորձում է խելացնոր կերպով ինչ որ միութենական պետություն, սովետական միության վերականգնում, ինքնիշխանությունների ոտնահարում, փոքր պետությունների առհասարակ գուբերնացում, այս սցենարն է փորձում կիրառի։ Իսկ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես պետություն, որպես պետականակենտրոն ժողովուրդ, սա պետքա թույլ չտանք։ Շնորհակալ եմ։ Պետականատեր ժողովուրդ։ Շնորհակալ եմ։ Ես եմ Մեր շնորհակալ։ հանդիպումը կլինի ընտրություններից հետո, մենք այն ժամանակ ավելի մանրամասն կվերլուծենք։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ուսանք, որ Մկրտչյան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրություններից հետո մեզ չեն ստիպի, որպեսզի 2021-ի օրինակ ունենանք, որպեսզի այդ պրոռուսական ուժերը գողփիսո քաչալշուն օրակարգը վերադառնա ազգային ժողով։ Հակառակ պարագայում, եթե ստացվեց այնպես, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվեցին այդպիսի խելացնորներ, ովքեր ձայն են տալիս լրտեսներին ու լրտեսները ներթափանցում են ազգային ժողով, ես կարծում եմ, սա պետքա գործող իշխանության հետ վերընտրվելու պարագայում, իսկ ես վստահ եմ, դա լրջագույնս պետքա քննարկվի ու քաղաքական դաշտ առողջացնելու ծրագիր պետքա ներկայացվի 1-2 տարվա, որպեսզի սրանց հարցը արագ լուծվի։ Իսկ Շնորհակալ այդ եմ։ ընթացքում պետքա իրավապահների խոշորացուցի տակ պահել այս շրջանակին։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանի երևացող QR կոդով։